Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Գործարկվեց ոստիկանության գվարդիան, այն արդեն ձևավորված կառույց է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը։ Բարեկային ծառայողները ուղիղ եթերում կայացել է հաղորդակցման հմտությունների բարելավմանն ուղղված հերթական հանդիպումը։ Նոյեմբերի 1-ից գործարկվեց ոստիկանության գվարդիան, այն արդեն ձևավորված կառույց է և կդառնա ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Գվարդիայի գործունեությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ներքին անվտանգության համակարգը, ապահովելով ավելի հասցեական և թիրախային աշխատանք։ Գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով որևէ ստորաբաժանման իրավահաջորդ։ Նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներքին գործերի նախարարության և ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմը ներկա էին ոստիկանության գվարդիայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար։ Այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների և հենց իրենց ծառայողների համար և իհարկե կարևոր մի փուլ է ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար և ուզում եմ ընդգծել սակայն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումները ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումները անպատեհ են, որովհետև բարեփոխում մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետև այն պահին, երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխումը ավարտել ենք, այդ նշանակում է սկսել ենք հետընթացը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը և պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները։ Երկրի ղեկավարը նշել է բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, նոր նրբություններ, նոր տեսարաններ, որոնք մինչ այդ տեսանելի չէին և անծանոթ էին։ Այս առումով վարչապետը ընդգծել է, որ այսօր ներքին գործերի նախարարությունում, ոստիկանության ծառայությունում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կյանքում բոլորի համար նոր տեսարաններ են բացվում։ Երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, բայց երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել, ինչքանով կարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհետև դրանք մեծ և անսպասելի օրակարգեր են, բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, այդ նշանակում է, որ մենք առաջացել ենք, այսինքն մենք այդ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա և մեր ճանապարհը շարունակվում է և այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ մենք տեսնենք, նշանակում է այնքան առաջ ենք ընթացել այդ ճանապարհին։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս, որպեսզի ոստիկանության գվարդիայում ծառայելը ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ոստիկանության ընդհանրապես և ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի ոստիկանության գվարդիայի ծառայողը իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք և մենք այս գործընթացը զարգացնելու ենք փոխկապակցելով յուրաքանչյուրի անհատական
ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որը մենք անցնում ենք եւ որը մենք պետք է անցնենք միասին եւ ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ մենք անընդհատ այդ ճանապարհին ավելի նոր եւ ավելի հաճելի տեսարաններ տեսնենք, ինչը կնշանակի, որ մենք առաջ ենք ընթանում, մենք զարգանում ենք, մենք անցնում ենք այն ճանապարհը, որը պարտավոր ենք անցնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետության անվտանգության համակարգի նոր էջ է բացվում ոստիկանության բարեփոխումների շրջանակում գործարկվում է 4-րդ հենասյունը՝ ոստիկանության գվարդիան։ Ոստիկանության գվարդիան գործարկվում է այսօր նոր սպառազինությամբ, պատրաստվածություն անցած նոր անձնակազմով եւ վստահ, որ իրականացնելու է պատշաճ կերպով իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նախարարը շեշտել է, որ գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է, թե քաղաքացին, թե ծառայողը։ Նրա խոսքով տարիներ շարունակ հասարակական կարգ ապահովող ստորաբաժանումները տարբեր ընկալումներ են ձևավորել, իսկ գվարդիայի ձևավորմամբ կարևոր է կառավարության առաջ քաշած խորքային ուղերձը պետության եւ քաղաքացու հարաբերությունների նոր տրամաբանությամբ։ Մենք չենք պաշտպանում քաղաքացուն պետությունից։ Մեր խնդիրը դա չէ։ Մենք չենք պաշտպանում պետությունը քաղաքացուց։ Մեր խնդիրը դա էլ չէ։ Մեր խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է գվարդիայի ձևավորման գործընթացը, նշելով, որ նախապատրաստական փուլում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, կառուցվածքային ձևավորում, հաստիկների բաշխում, ծառայողի արտաքին նոր նկարագրի սահմանում, վերապատրաստումներ, հոգեբանական պատկերի գնահատում եւ նյութատեխնիկական հագեցվածության ապահովում։ Ներքին գործերի նախարարի խոսքով գվարդիայի շարքերում այս պահին կանգնած անձինք անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստություն, ունեն անհրաժեշտ սպառազինություն եւ հետեւողականորեն շարունակվելու է նրանց կարողությունների կատարելագործումն ու նյութատեխնիկական բազայի համալրումը, միաժամանակ նաև տարածքային ստորաբաժանումների ձևավորումը։ Այսօր ուժի մեջ է մտել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտը։ Այս ստանդարտը թելադրում է ծառայողներին ինչպես վարվել, որովհետև տարիներ շարունակ մենք այս հարցի պատասխանը ծառայողներին չենք տվել։ Կարևորում եմ այն, որ ոստիկանության ուժային միջոցների գործադրման ստանդարտը ունիվերսալ է այսօրվանից նաև ամբողջ ոստիկանական համակարգի համար։ Եվ նախադեպը չունեցող ծավալով 10,000-ից ավելի ծառայողներ անցել են ուժային միջոցների ստանդարտով վերապատրաստումներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոստիկանության բարեփոխումների ողջ ընթացքում ցուցաբերած բարձր վստահության համար, ինչպես նաև միջազգային գործընկերներին, օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար։ Սիրելի ծառայողներ, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման գործառույթը բարդ եւ պատասխանատու առաքելություն է։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը այդ առաքելությունն իրականացնում է կյանքի յուրաքանչյուր օր, իսկ ոմանք նաև կյանքի գնով։ Խորին խոնարհումս մեր այն ծառայողներին, որոնք զոհվել են հայրենիքի սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ձևաչափով գվարդիան ամենօրյա հետևողական աշխատանքով եւ հետիոտ ընկարգախմբերով կարողանալու է ապահովել հասարակական կարգի նոր ստանդարտ եւ նոր որակ տեսանելի արդյունքներով։ Ամփոփելով խոսքը ներքին գործերի նախարարը շնորհավորել է բոլոր ծառայողներին գվարդիայի ձևավորման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ եւ արժանապատիվ ծառայություն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիան միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով կնպաստի Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքները։ Նախարարը հաստատել է նույնականացման քարտի վերջնական ձևաչափը անվտանգության եւ դիզայնի նոր լուծումներով։ Ներկայացվել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության վարչական նոր շենքի տեսքը, ինչպես նաեւ Երևանում եւ մարզերում նախատեսվող ժամանակակից սպասարկման կենտրոնների մոդելը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, ինչպես նաեւ Հայփաս ընկերության աշխատանքային խումբը գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեի գլխավորությամբ։ Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը, ներառյալ ֆոնային գեղարվեստական
լուծումները, անվտանգային բաղադրիչները եւ տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։ Pixart ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի, վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։ iPass-ի գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես քննարկվել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը, նույն շենքում տեղակայվելու է նաեւ մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման եւ տպագրական աշխատանք։ Անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին եւ արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի Երևանում քաղաքացիների համար մատչելի եւ բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով, կենսական տվյալների հավաքագրման բոլոր մեկում ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով եւ միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով։ Եվս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում նույնանման կահավորանքով եւ վերազինմամբ։ Ներկայացված ինտերիեր լուծումները կներդրվեն նաեւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գրասենյակներում։ Ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային եւ տեխնոլոգիական լուծումները։ Ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։ Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից անվտանգ եւ քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է միջուկային փորձարկությունների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նախարար Սարգսյանը բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը վերահաստատել է այն ամրապնդելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը, ընդգծելով սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՕԱԿ-ի անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը, նախարարը կարևորել է աշխատակիցների մասնակցությունը միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության վերապատրաստման դասընթացներին ու գիտաժողովներին։ Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը, Արփինե Սարգսյանը նշել է, որ այն տարածաշրջանում միակ միջազգային լիցենզավորված կայանն է, որը ստացված տվյալները արբանյակային կապով իրական ժամանակում փոխանցում է միջազգային տվյալների կենտրոն, ինչի շնորհիվ ապահովում է համաշխարհային սեյսմիկ դիտարկումների եւ միջուկային փորձարկումների վերահսկման գլոբալ համակարգում Հայաստանի մասնակցությունը։ Ռոբերտ Ֆլոյդը, ողջունելով 2026 թվականին տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի ընդունումը, նշել է, որ մասնակից երկրների ներկայացուցիչների համար այն կլինի միջազգային մշտադիտարկման համակարգի, ազգային տվյալների կենտրոնների ծառայությունների քննարկման, ինչպես նաեւ փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Ռոբերտ Ֆլոյդի խոսքով Հայաստանը միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է։ Դրական գնահատելով սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը, նա կարևորել է ազգային տվյալների կենտրոնով Հայաստանի ներկայացվածության ապահովումը համակարգում։ Ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին, ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալները, որոնք թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։ Կողմերը շնորհակալություն են հայտնել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար։ Ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվել է ճգնաժամային հաղորդակցություն եւ ճգնաժամային լրատվություն թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Քննարկվել են ճգնաժամային հաղորդակցության մոդելներ, հոգեբանական տոկունության եւ տեղեկատվական անվտանգության հարցեր։
Հաղորդակցության մարտահրավերներ, հմտությունների զարգացում, ինտերակտիվ քննարկումներ։ Ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 25-ից 26-ը Ծաղկաձորում անցկացվել է ճգնաժամային հաղորդակցություն եւ ճգնաժամային լրատվություն թեմայով վերապատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում էր զանգվածային լրատվամիջոցների 20-ից ավելի ներկայացուցիչ։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը բացման խոսքում նշել է, որ վերապատրաստումը կարևոր հարթակ է համախմբելու ջանքերն ու կիսվելու փորձով ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ ձևավորելու համակարգային մոտեցումներ։ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գրասենյակի համար հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի համայնքների բարօրության եւ դիմակայունության բարձրացման համար։ Այդ տեսանկյունից լրագրողների դերն անգնահատելի է բնակչությանը վստահություն ներշնչելու, մարդկանց օգնելու, իրազեկ ու տեղեկացված լինելու գործում։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում մենք աշխատում ենք հանրային հաղորդակցության ամրապնդման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր ոք ժամանակին ճշգրիտ եւ օգտակար տեղեկության հասանելիություն ունենա։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը մասնակիցներին ծանոթացրել է վերապատրաստման ծրագրին եւ հիմնական ուղղություններին։ Խոսելով հանրության հետ ներքին գործերի նախարարության հաղորդակցման մոտեցումների եւ որդեգրած քաղաքականության մասին, Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ հանրության շրջանում վստահության ձևավորման ու պահպանման հիմքում պատասխանատու եւ թափանցիկ հաղորդակցությունն է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի որդեգրած մոտեցումներով եւ միջազգային փորձով է կիսվել արտաքին հարաբերությունների ղեկավար Գիրի Աթրին։ Մենք բարձր ենք գնահատում հաղորդակցության, ճշգրիտ տեղեկատվության եւ բնակչության իրազեկման ուղղությամբ իրականացվող նման նախաձեռնությունները եւ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը լրագրողների հետ համագործակցությունը շարունակական դարձնելու միջոցով ապահովելով իրազեկված հանրություն եւ կայուն համայնքներ։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գործառույթներն ու միգրացիոն գործընթացներում ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկություններն է ներկայացրել ծառայության պետ Նելի Դավթյանը։ Երբ խոսում ենք ճգնաժամային հաղորդակցության մասին, ըստ էության հարցը դառնում է անգամներ ավելի զգայուն եւ շատ սիմվոլիկ են նման լսարանները եւ նման աշխատաժողովները, երբ այս օղակում կանխարգելիչ գործունեություն ծավալելը եւ կառուցողական հարաբերություններ ունենալը, հարցերից չխուսափելը, իրերը բոլոր շերտերով բացահայտելը, նույն երևույթին տարբեր տեսանկյուններից անդրադառնալը, կարծում եմ կենսական նշանակություն ունի երկարաժամկետ եւ որակյալ մեդիա բովանդակություն ձևավորելու հարցում։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ճգնաժամային հաղորդակցության մոդելն ու ընթացակարգերը։ Ներկայացվող օրինակների միջոցով մենք ուսումնասիրել ենք, թե ինչպես զանգվածային լրատվության միջոցները կարող են դառնալ արդյունավետ եւ պատասխանատու գործընկերներ, կիրառելով ամբողջ գործիքակազմը, որոնք ուսուցանել ենք այս վերապատրաստման դասընթացների ընթացքում։ Մասնակիցներն ուսումնասիրել են նաև հոգեբանական տոկունության բաղադրիչները, ներկայացվել են արտակարգ իրավիճակներում հաղորդակցման պատասխանատուների վարքային փոփոխությունները, սթրեսին դիմակայելու մեթոդները։ Առհասարակ լրագրությունը համարվում է բավականին լարված եւ սթրեսային գործունեություն, հատկապես ճգնաժամային արտակարգ իրավիճակներում գործող լրագրողների մոտ կարող է զարգանալ սթրեսի բավականին բարձր մակարդակ, ինչը կարող է անդրադառնալ ինչպես մասնագիտական արդյունավետության, այնպես էլ հոգեբանական բարեկեցության վրա։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը կիբերհիգիենա թեմայի շրջանակում ներկայացրել է լրագրության ոլորտում տեղեկատվության անվտանգության կարևորությունը։ Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ֆիշինգային նամակների օրինակներ, ծանոթացել դրանք տարբերելու մեթոդներին։ Դասընթացը հնարավորություն էր նաև ճգնաժամային հաղորդակցության շրջանակում արհեստական բանականությունն օգտագործելու հմտությունները զարգացնելու առումով։ Շատ կարևոր է արհեստական բանականության գործիքների օգտագործելուց ճիշտ մոտեցում ցուցաբերել եւ պատասխանատու կերպով օգտագործել, քանի որ պետք է հիշել, որ AI-ները կարող են սխալվել եւ մարդն է կարևոր, որ ստուգի այդ տեղեկատվությունը եւ մարդն է պատասխանատու այն տեղեկության համար, որը ինքը հրապարակում է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի իրավաբան Մարինե Անտոնյանը ներկայացրել է իրավական պաշտպանության եւ ապաստանի տրամադրման գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ինչպես նաեւ անկողմնակալ եւ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու գործում լրագրողի դերը։ Դասընթացի թեմաների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։ Պարեկային ծառայողները օրերս հյուրընկալվել էին ռադիո Ավրորայում, հանդիպման նպատակը պարեկների հանրային հաղորդակցության հմտությունների զարգացումն էր։
Պարեկային ծառայողները հոկտեմբերի 22-ին հյուրընկալվել էին ռադիո Ավրորայում։ Հաղորդակցման հմտությունների կատարելագործման ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպման բանախոսը ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն էր։ Խոսելով պարեկային ծառայող քաղաքացի արդյունավետ հաղորդակցման մեթոդների մասին, բանախոսը նշել է, որ դրական օրինակների հանրայնացումն ամրապնդում է համակարգի հանդեպ վստահությունը եւ խթանում ծառայողների մասնագիտական աճը։ Պարեկները կիսվել են կոնֆլիկտային իրավիճակներում վարքագծի դրսևորումներին արձագանքելու փորձով, քննարկել հաղորդակցության հիմնական հրավերներն ու դրանք հաղթահարելու ուղիները։ Պարեկային ծառայողները շրջել են ռադիոկայանի տարածքում, ծանոթացել բաժինների աշխատանքային առօրյային ու ռադիոլսողների հետ հաղորդակցության միջոցներին։ Այցի ընթացքում պարեկները նաև հնարավորություն են ունեցել Kiss FM-ի տաղավարում ուղիղ եթերում կիրառել իրենց հաղորդակցման հմտությունները։ Շուրջ 30 ծառայողներ այս պայն գտնվում են այս ռադիոկայանում, մենք առիթից օգտվելով նաև շնորհակալություն ենք հայտնում մեր լավագույն գործընկերներից ռադիո Ավրորային, Kiss FM-ին մեզ հյուրընկալելու համար։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանը խոսել են նաև նման ձևաչափով հաղորդակցության հմտությունների բարելավման ուղղված հանդիպումների, քաղաքացիների հետ շփման առանձնահատկությունների եւ ծառայության շարքերը համադրելու ընթացակարգի մասին։ Հյուրընկալվել ենք ձեզ մոտ, որը մեր համար կարևոր է հասկանալու համար նաև, թե ինչ կարծիքներ կան քաղաքացիների կողմից, մեր ծառայության վերաբերյալ ինչ առաջարկներ կան։ Շարունակելով շրջայցը պարեկային ծառայողները եղել են նաև ռադիո Ավրորայի տաղավարում, ծանոթացել հաղորդավարների աշխատանքին։ Ավրորա։ Բարև ձեզ։ Պարեկներն եկան։ Քաղաքացին ողջունել է պարեկներին եւ ներկայացրել առաջարկ ճանապարհային երթևեկության փոփոխության վերաբերյալ։ Ուղիղ եթերում պարեկային ծառայողի մասնակցությամբ ակտիվ քննարկում է տեղի ունեցել նաև ռադիո Ավրորայի տաղավարում։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ նման հնարավորություն ընձեռելու համար պարեկային ծառայության աշխատակիցներին, ողջունում եմ մեզ բոլոր լսողներին։ Նարեկ Սարգսյանը խոսել է պարեկային ծառայող քաղաքացի հաղորդակցության, տեղեկությունների ստացման եւ համապատասխան ծառայություններին փոխանցելու, ինչպես նաեւ քաղաքացիների արձագանքի մասին։ Ցանկացած հարց, ցանկացած բարձրացրած խնդիր, նաեւ շնորհակալություն, մենք շնորհակալության արագ արձագանքում ենք։ Ուղիղ եթերի ընթացքում ռադիո լսողները բազմաթիվ հաղորդագրություններ են հղել պարեկային ծառայողներին։ Իմ մեքենայի մարտկոցը խափանվեց հենց կամրջի վրա։ Նրանք օգնեցին, որ մեքենան երթևեկելի գոտուց հանենք։ Խնդրում եմ եթերից իմ շնորհակալությունը հայտնել նրանց։ Շնորհակալ եմ նաև ձեզ։ Այս հանդիպումը պարեկային ծառայողների համար լավ հնարավորություն էր պատկերացնելու ուղիղ եթերում հաղորդակցության ամբողջական շղթան, ինչն ավելի արդյունավետ կդարձնի քաղաքացիների հետ անմիջական շփումը։ Ներքին գործերի նախարարությունը պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Ընդունելություն մրցույթի համար սահմանվել է 250 տեղ պարեկային ծառայության Երևանի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ, իսկ ընդունելություն մրցույթի ստուգումները եւ հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 2-ից մարտի 6-ը ներառյալ։ Ինչպես պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից, տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը եւ ինչ պետք է անել, եթե անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպք է գրանցվել։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները առաջարկվող տեսանյութում։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին, գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում,
տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը, ձեռք բերել ազատ վաճառվող մուլտիսքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար, երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար, բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Շաբաթվա ընթացքում արձանագրված այլ քրեական դեպքերն ու դրանց բացահայտումները մեկ տեսաշարում։ Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ից 3-ը։ Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական եւ Վաղարշապատի համայնքային ոստիկանները։ Վաղարշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են եւ այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են 2 տղամարդ եւ 1 կին, շրջել տարածքում ու հեռացել։ Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից ոսկյա 4 զարդ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահներն անցան գործի։ Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք Երևանից են։ Տղամարդիկ 46 եւ 31, կինը 30 տարեկան։ Հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է 46-ամյա երևանցին։ Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաեւ 31-ամյա տղամարդը եւ երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հանցանքի մեխանիզմը ներկայացնելն ինքնանպատակ չէ, այսպես փորձում ենք նաև տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նման վիճակում հայտնվելիս լինեն առավել զգոն։ Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները համայնքային ոստիկանության Հավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին։ Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում կայանված Lexus եւ Chevrolet Magnish-ի ավտոմեքենաների կողային հայլիների ապակիները։ Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 15-ին եւ 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ։ Հավան եւ Նորնորդ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին եւ դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։ Հավան առնջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց եւ հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը։ Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում, ժամը 11:30-ին ձերբակալվել ու տեղափոխվել բաժին։ Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկն իր պարագաներով։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ կարգելվի առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը։ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի եւ առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Երթևեկության հարգելի մասնակիցներ, ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։